Մեքենաները շատ են, կայանատեղիները քիչ են, վճարովի են։ Արդյոք դա այդպես է եւ որն է լուծումը, եթե իրոք այդպես է։ Նախ պետք չի մեքենաներին գերին գնել։ Քաղաքը սենց է, կամ քաղաքը պետք է լինի մեքենաների համար, կամ մարդկանց համար։ Երրորդ տարբերակ աշխարհում չկա։ Ամեն դեպքում այս 21-րդ դարում եւ եթե մենք ուզում ենք գրագետ եւ ժամանակակից եւ ապրելու համար հարմար քաղաք ունենանք։ Երևան ամեն ինչ անում է, որ մեքենայի համար հարմար, անձնական օգտագործման մեքենայի մեջ։ Մենք տարբեր առիթներով ասել ենք, այդ բուրգերը պետք է պահպանվել, այդ նախապատվությունների առաջինը հետիոտն է, հեծանիվ կամ հասարակական տրանսպորտն, այս քաղաքների նայած ինչ ասենք ուսանողական քաղաքը դրա հետ եմ ասում, էլի կապված է։ Հետո նոր չգիտեմ, այս մեկը մեքենաները, մյուսը եւ այլն։ Բայց դա բարերը սովորել են, ասում են, բայց գիտելիքը չունեն, չգիտեն դա ոնց իրականացնեն։ Մենք ընդհանրապես պետք է հետագայում կենտրոնում փողոցներ ունենանք, 1, 2, 3 փոքր փողոցներ, ընդհանրապես փակվեն մեքենաների համար։ Երևանցին պետք է հասկանա, որ ինչքան հաճելի է քայլել, ինչքան օգտակար է, այլ չեմ ասում, որ մի հատ հեծանը 8 տարվա մեջ, բացի այս մեր կողբացի հատվածից, որ մենք արեցինք, իսկ դա ընդամենը մի հատ տենց պիլոտային էքսպերիմենտալ մաս էր, որ պետք անենք ամբողջ, մենք պետք է արդեն ավարտեինք մինչև Ամիրյանը հասնել կողբացին, Բյուզանդը, Արամը, Փարպեցին, բոլոր, էլի շատ փողոցներ, էլ չեմ ասում Թումանյան եւ այլն, ամբողջ պետք է կազմակերպել, բայց այս մարդիկ ինչ են անում։ Գիշերը արտանում են, քնում արտանում, մի տես լսում է պետք է Սարյանը դառնա միակողմանի, առանց համապատասխան վերլուծությունների, ճիշտ ու սխալը, գցել բռնելու անալիզի վերցրեցին մի օրում փագեցին։ Okay, փագել եք, բայց դա տենց չէր, դա նաև մեր Վիկտորի պլանով առաջարկն է ժամանակ, որ մենք մասնակցում ենք 23 թվականի ընտրությունների ավականին, բայց դա գործողությունների շարք է։ Այսինքն Երևանի, երբ որ Ալեքսանդր Թամանյանի նախագծով այդ Օղակաձև այգու հայտ ամենաիսկական իդեալական քաղաք պետք է լիներ, այդ պետք է լիներ այդ Օղակաձև մասը, այսինքն այդ ոնց է, Սարյանը դառնում Մոսկովյան, Մոսկովյանով չգիտեմ Խանջանով եւ այլն տես պտտվեր, խորենացիով գար կպներ։ Ինքը այդ դեպքում պետք է լիներ, բայց դու չես կարող Խանջանը արդեն սարքես միակողման, ինքը այդտեղ դրա համար հիմա Երևանի ամենախնդիրները առաջանում են Նալբանդյան, Մոսկովյան եւ Նալբանդյան Խանջան փողոցների հատման կետում։ Որտեղ անհասկանալի բան է դառնում։ Երկրորդը Սարյանը եթե սարքում են միակողմանի, ինքը դառել է երկու կողմը արդեն պարկինգների տեղ։ Այն դեպքում, երբ որ մենք բակերում Սարյանին մոտիկ 2-ից 3 հատ, մինչև 150-ից մինչև 300 մեքենայի տեղանոց կարող ենք ստորգետնյա եւ երգետնյա պարկինգներ անել։ Որը, այսինքն դու երբ որ դա լայնացնում ես, նախ դու պետք է ոչ թե փողոցը լայնացնես, այդ դեպքում այդ Սարյանի ամեն դեպքում այդ հաճելի այդ միջավայրը կորում է հանգստությունը։ Դառնում է մեքենաների արագ գնալ գալու տեղ, որտեղ շատ դեպքերում մեծ մասը ազատ է, պրոսպեկտը մնացած փողոցները խեղդված են, ինքը ազատ է։ Դա համար դա պրովոկացիա է, հատկապես երիտասարդներ, այդպես անկանոն, սկսում են մեքենաներով, մոտենով շատ ավելի արագ գնալ։ Այսինքն այդ Սարյանի այդ ռեստորանների, կաֆեների հաճելի, ապահով եւ անվտանգ միջավայրը խախտվել է արդեն։ Դրա համար պետք է ինչ անել, պետք է նաեւ մայթերը լայնացնել, որ այդքան հիմա 6-7 տեղեր կա 7 շարքով մեքենա դու պատկերացնում եք պարկինգները հաշված։ Դա համարվում ասենք Երևան-Սևան տրասան այդքան լայն չի կամ անգամ Խանջանի չափ փողոց են իրանք ստացել, բայց պետք է մայթերը լայնացնեին, պետք է անպայման բուլիժնիկ անեին այդ ասֆալտի տեղը, պետք է տրամվայի գիծ լիներ, պետք է առանձին մի կողմը տրամվայի գիծներ, մի կողմը հեծանվի գիծ եւ ընդհանրապես պարկինգ չլիներ։ Եվ հետագա հարակից բակերում կառուցեին, դա մի օրինակն է, բայց մենք ասացինք Սարյանով, բայց Երևանի հատկապես կենտրոնում, որտեղ ինքը թնջուկը առաջանում է խնդրեմը մեքենաների, դա այս կենտրոնից է։ Ոչ մի հատ, ամենակարևորը նայեք, ոչ ստորգետնյա, ոչ վերգետնյա կանգառ չստեղծեցին, ոնց որ էս օպերայի տակն է, ոնց որ Հյուսիսայինի տակն է, որևէ։ Մի հատը մենք արել ենք 2018 թվականին ժամանակ ես անձամբ խնդրել եմ Արա Աբրամյանին, իրանց այդ հատվածը Պուշկինից Հյուսիսային պողոտայի հատվածը Պուշկին փողոցից մինչև Աբովյան փողոց երկու հարկով 160 մեքենայի կառուցեցին, բայց իրանք անգամ բացմանը չգնացին, այսինքն քաղաքապետարանը կար, որևէ մեկը չաջակցեցին այդ մարդկանց, չգիտեմ, ինչ քաղաքական թեժ նկատառումները։ Մարդը քաղաքին իր սեփականությունը նվերը արել է, ու որպես բիզնես են անում, հասկանալի է, բոլոր դա բիզնես է, դու պետքա դրան նայես նաև որպես բիզնես։ Բայց չեն կարող կառավարեն, որտեղ հետագայում որևէ պողոտայի վրա չի կարի մեքենա, Բաղրամյան պողոտայի վրա, Սայաթնովա, Մաշտոցի ընդհանրապես աճ եւ ձախ կողմերին, մայթերի, եզերին չպետք է մեքենաներ կանգնեն, հասկանում եք, որտեղ նույն Մաշտոցի պողոտան դեռ Երևան քաղաքի տարբեր գլխավոր հատակագծերում նախատեսված է եղել մեծ ավտոկանգառներ, համ բնակիչների համար, համ քաղաքի նպատակների համար, բայց այդ տեղեր բոլորը վաճառել են մեծ մասը, հիմա չնացելի տեղեր կա, մնացել են մարդիկ շենքեր են կառուցել բարձրահարկ։ Այ սա է այդ որ ասում, նայեք առնչում համ կոռուպցիան, համ անգրագիտությունը,
համ չգիտեմ, մնացած այդ սաղ դա համար է այս կոլապսը լինում է։ Այսինքն վերադառնալով նրան, մի հատ ոչ ստորգետնյա, վերգետնյա չարեցին, բացարձակապես։ Մի հատ որևէ ստորգետնյա թունելներ չարեցին, որը ամենակարևորն էր, չէ՞ ոնց է կինոռեսայի մոտ չարեցին, օրինակ ասենք ամենամեծ էլի այդ խնդիրը առաջանում է այդ Կրկեսի մոտ Ագաթան Գեղոս, Արշակունյաց Գրիգոր Լուսաբուրիչ փողոցի հատվածում։ Չարեցին Ազբեկովի հրապարակում, կներեք այդ հին անունը ասում, Սախրովի հրապարակում, չարեցին Շահումյան հրապարակում, Կարայն Անեինս հիմա Շիրազի այդ կվարտալի այդ Կալցևոյը, այդտեղը պարտադիր պետք։ Ասեք գոնե դա նոր էր, ավելի լավ չէր 1 միլիոն, 2 միլիոն, 3 միլիոն դոլար ավել ծախսել, այդ Կալցևոյը սերվիզի գոնե մտցնել գետնի տակ, որտեվ հիմա մեծ կոլապս է, որտեվ դա որ տրանսպորտի մասնագետը չկա, որ հասկանա, որ յուրաքանչյուր քաղաքի հատկապես կենտրոնից եւ քաղաքի ժամը 5-ից ամենագլխավոր նպատակը պետք է լինի, որ հոսքերը նես տանես դեպի որ շուտ դուրս գան, այսինքն կարմիր լույսերը, կարգավորումները 8 տարիա խոսում են այդ smart քաղաքից, առանց հասկանալու ինչա դա։ Դա ընդհանրապես գրագետ եւ լավ տեղեկատվությունով, բայց խոսում են, այդո մեզ բերում են սխալ մի հատ ինչ օրական, ասում են փոսերը, դա փոսերը լսում են, տեսեք փոսերը ասում են լցրեցինք։ Ու դա պետքա մենք մի տարվա մեջ մի հատ փոս են լցրել եւ այս քաղաքը 1 միլիոնանոց պետքա գնա դեպի 21-րդ դար։ Սենց այս խելքով, այս մարդկային ռեսուրսներով եւ այս տրամադրվածությամբ միանշանակ Երևանի մոտ չի ստացվի։ Քաղաքը միշտ կլինի։ Դա իրանց հաջողությունը չի։ Միշտ շենքեր կկառուցեն, ինչ որ բաներ կլինեն, բայց քաղաքը չի զարգանում, այդ դա է։ Իրանց այդ աշխուժությունը խառնում են զարգանալու հետ, քաղաքը չի զարգանում։